Ես Լուսինե Աղաբեկյանն եմ, ժուրնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող։ Երևանի պետական համալսարանը շատ ժամանակ չի տրամադրում բավարար պայմաններ շարժողական խնդիրներ ունեցող ուսանողների համար։ Օրինակ, 7-րդ մասնաշենքի շարժողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված վերելակը գտնվում է շատ անհարմար վայրում, որից օգտվելը բարդ է, գրեթե անհնար։ Իսկ հիմնական վերելակը նախատեսված է միայն դասախոսների եւ աշխատակիցների համար։ Այսպիսով, ինչ փոփոխություններ են նախատեսվում այս մասով։ ԵՊՀ-ում շարունակաբար գնահատվում են տեսալսողական եւ հենաշարժողական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների խնդիրները եւ փորձում դրանց լուծում տալ։ Մինչ այժմ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, ինչպես գիտեք, տեղադրվել են հատուկ վերելակներ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար, թեքահարթակներ են տեղադրվել, իրականացվել են գծանշումներ, բացի դրանից ծրագրվել են ապագա անելիքները, այդ թվում բրայլյան համակարգով գրքերի եւ աուդիոգրքերի ձեռքբերումները, բացի դրանից ԵՊՀ գրադարանը հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել գրքերի թվայնացում, ընդ որում դրանք թվայնացվելու են եւ եթե աշխատեն OCR համակարգով, ապա հնարավոր է լինելու, որ դրանք աշխատեն նաեւ աուդիո տարբերակով, այսինքն ուսանողները թվայնացված գրքերը հնարավորություն կունենան նաեւ լսելու։ Այս ընթացքում հենց կոնկրետ ֆակուլտետներում են իրականացվել տարբեր ծրագրեր, պայմանավորված տվյալ ֆակուլտետում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողների խնդիրներով, իսկ հաջորդ տարվա պլանում նախատեսված է, որ տեսողական խնդիրներ ունեցող ուսանողներին կրթությունը ավելի մատչելի դարձնելու համար ԵՊՀ տարածքում կիրականացվեն հատուկ գծանշումներ, որոնք կհեշտացնեն նրանց տեղաշարժը տարածքում։ Այս համատեքստում թերևս ամենակարևորը պետք է նշել, որ ԵՊՀ-ում շարունակում է իրականացվել աջակիցների ինստիտուտը, ԵՊՀ-ում տեսալսողական եւ հենաշարժողական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող ուսանողներին տրվում են աջակիցներ, նրանց կարող են օգնել եւ ուսանողները եւ դասախոսները, այսինքն թե ուղեկցելու ձևով, թե օգնելու աջակցելու դասերը սերտելու, թե ձայնագրելու կամ կարդալու բարձր տրված նյութը եւ այս տեսանկյունից ԵՊՀ-ն խրախուսելով այս կամավորության ինստիտուտը ուսանողներին տրվում է ուսման վարձի փոխհատուցման որևէ տոկոս, իսկ դասախոսներին պարգևավճար։